Ողջույն սիրելի հայրենակիցներ, կարծիքի տաղավարում դեմ առ դեմ հաղորդաշարն է, այսօր հյուրընկալել ենք Կարապետ Պողոսյանին, մեր լավ ընկերոջը, ընդդիմադիր գործիչ, քաղբանտարկյալ, ով բառացի 4 օր առաջ ազատության մեջ է հայտնվել ու կքննարկենք բնականաբար երկրում տիրող իրավիճակից ու մասնավորապես քաղբանտարկյալներից։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար այս ծանր շրջանում ու միանգամից պետք է անդրադառնանք այն քաղբանտարկյալներին, ովքեր հիմա անազատության մեջ են միայն նրա համար, որ իշխանություններին հարմար չի իրանց ազատության մեջ գտնվելը, մասնավորապես Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանից, ով անազատության մեջ է միայն նրա համար, որ ինքը հանրապետականն է, միայն նրա համար, որ ինքը Արմեն Աշոտյանն է, ու միայն նրա համար, որ ինքը Նիկոլ Փաշինյանին մերկացնում է յուրաքանչյուր իր հաղորդաշարի, հարցազրույցի կամ լայվի շրջանակներում։ Կուզեի նախ սկսենք քեզանից, Կարապետ ջան, ինչպես հայտնվեցիր քաղբանտարկյալի կարգավիճակում, ինչու են քեզ մեղադրում այս իշխանությունները եւ Ինչ ես կարծում քաղբանտարկյալների մասով այն ինչ պետք է անի մասնավորապես ընդդիմությունը արդյոք ամբողջությամբ գործիքակազմը օգտագործում են որպեսզի բարձրաձայնենք քաղբանտարկյալների առկայությունը Ձեր հարցի մեջ արդեն բավականին շատ պատասխաններ տվեցիք նախ շատ ուրախ եմ որ կրկին առիթ ունեցա հյուրընկալվելու եւ կրկին կարողանալու ենք միասին շատ կարեւոր հարցեր բարձրաձայնել Իրականում նաև տեղին նկատեցիք, որ օրինակ Արմեն Աշոտյանին եւ շատ շատերին կալանավորում են զուտ իրենց անուն ազգանունի համար։ Նշեցիք ինչու մեղադրեցին, այլևս որևէ մեկից որևէ բանի մեջ մեղադրելու կարիք չկա։ Որովհետեւ այսօր քննիչները, դատավորները կալանք են տալիս ուղղակի լսելով անուն ազգանունը եւ ոչ թե ծանոթանալով, ասենք հավանական մեղադրանքին կամ ըստ էության ինչ-որ արարքի։ Մասնավորապես ինձ մեղադրում էին նրա համար, որ ինչ-որ կանայք հեռախոսով խոսելից իմ անունը հիշատակել էին, ընդ որում լավ էին հիշատակել, բավականին դրական ձևով ու զուտ մտածել էին, որ կարող է իմ միջոցով կարողանան, ասենք, աշխատել։ Այսինքն բամբասանք, ես դա անվանում եմ բամբասանք։ Առհասարակ ես տարիներին ներկայացրած բոլոր մեղադրանքները իրենք եղել են անհեթեթ եւ ես ամեն անգամ որևէ գործին ինչ-որ մի անուն եմ կապում, որ հիշեմ եւ ես այս գործը անվանում եմ բամբասանքի գործ։ Իսկ ներողություն, իրավական առումով ինչ որ հիմքեր առկայություն կա իրավական առումով ոչ մի հիմք չկա երկու անծանոթ կին խոսելուց հիշատակել էին իմ անունը եւ այստեղ ինձ մեղադրում էին որ ես հնարավոր է առավելություն եմ տվել ինչ որ մեկին ընտրությունների ժամանակ ընդդիմադիր տեխնազույն օգտին քվեարկելու համար այսինքն աբսուրդ Բայց մենք բոլորս մեր կոչերում նշում ենք, որ պետք է ընտրենք ընդդիմադիր գործիչներին։ Տեսեք, նույնիսկ կալանք քննող նիստի ժամանակ բերել են մի վկայությունում, ով ասում է, որ այո, ես տեսել եմ Կարապետ Պողոսյանը անցել է, ձեռքը բարձրացրել է եւ ասել է ընտրեք ուժեղներին։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն վաղը մյուս օր չզարմանաք մանավանդ այսօրվա ազգային ժողովում կարող է օրենք ընդունվի, որ ենթադրենք բոլորին ուղարկել ընտրություններից առաջ կալանքի, եթե նրանք չեն սատարելու Նիկոլ Փաշինյանին եւ ԿՊ-ին։ Այո, առավել եւս որ չունեն սահմանադրական մեծամասնություն։ Այո, այսինքն բոլոր դեպքերում այսօր քերական օրենսգիրքը, սահմանադրությունը իրենք դարձրել են մեծ սևագիր, կներեք բառից համար բլոկնոտ։ Իրենց որպես այդպեսին օրենսգիրքը ինքը չի ծառայում իր նպատակին։ Այսօր Հայաստանում իրավապահ համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի թաղի ջահելը։ Գործիք պետք է ենթադրենք վնասել, պետք է բռնել, պետք է մեկուսացնել Կարևոր չէ դա օրենքով կարելի է թույլատրելի է, թույլատրելի չէ, իրենք դա օգտագործում են, որպեսզի կարողանան սեփական իշխանությունը պահել։ Ու տեսեք նույն երկու անգամ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվեց քրեական հետապնդում, նախաձեռնվեցին վարույթներ, են անցած անգամ էլ բավականին երկար պահեցին քրեակատարական հիմնարկում, միայն նրա համար, որ ինքը Արմեն Աշոտյանն է։
Այն նախորդ գործով մենք հիշում ենք, չէ, իրեն մեղադրում էին մի բանի համար, որ ինքը pedagogan ռեսուրսները պետության համար ճիշտ օգտագործել էր եւ արդյունքում կարողացել էր պետությանը բերել շահույթ։ Այո։ Այս անգամ իմ հետ նաև կալանքի տարան մի մարդու նախին համայնքապետի, ով համագյուղացիներին ժամանակին ամեն մեկին 1.5 ավել հող էր տվել, որովհետեւ գյուղացիների պարիսպները ավելի լավ կառուցվեին եւ գյուղացու հողամասը։ Այդ մարդը զարմացած ինձ ասում է, ախր ես ված բան չեմ արել, էլի ես փող չեմ աշխատել, ավականու որոշումով իմ համագյուղացիներին հող եմ տվել։ Օրենք չի խախտել փաստացի։ Բայց իրականում օրենք չէ, ինքը շատ կարևոր բան էր խախտել այդտեղ։ Ինքը հողը տվել էր ազգությամբ հային։ Այ եթե ինքը այդ հողը տար ազգությամբ ադրբեջանցուն, իրան ամենակիչը կոնե ազգային ժողովում պաշտոն կտային, ոչ թե կտանային կալանքի։ Ու առավել եւս այս ընթացքում այս ընդրություններից առաջ եւ ընդրությունների օրը տեղի ունեցած բոլոր կալանքները, բոլոր ձերբակալությունները ես իշքան որ հասցրել եմ ծանոթանալ, գրեթե մեծ մասին ծանոթացել եմ, նրանք անհետեթություններ են։ Եվ սա ցույց է տալիս իշխանությունների վախը։ Ու ամենակարևորը գիտեք որն է հետաքրքիրը, որ ինքը ոչ թե կալանավորեց, ձերբակալեց կամ փորձեց ճնշել այն քաղաքական ուժերին, ովքեր հայտ են ներկայացել իր հետ մրցելու, այսպես ասած, այլ ինքը ավելի շատ այսպես դաժանություն ցուցաբերեց այն անձանց, այն գործիչների նկատմամբ, ովքեր ավելի անկախ էին, ովքեր կաշկանդված չէին, ովքեր մասնակցություն չունեին ընդրություններին, այսինքն այն մարդկանց, ովքեր որպես հայ իրենց հնարավորությունները ներդրել են Հայաստանը փրկելու մեջ։ Օրինակ պարոն Աշոտյանը, իմ շատ լավ ընկեր Արմեն Աշոտյանը, սրանց համար հայը վտանգ է Իրանից ներկայացնում։ Միանշանակ, այսինքն այստեղ նորից կրկնվենք, այսօր Հայաստանում մեզ բոլորիս համար վտանգ է ներկայացնում ոչ թե քրեական օրենսգիրքը կամ որևէ առարկա, այլևս մեր անուն ազգանունները, մեր կենսագրությունը։ Ցավալի է, բայց ես առանձնացրել էի, մենք նախորդ 8 տարիների ընթացքում ինչ 18 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանը զավթել է իշխանությունը, ելի ապօրինի կերպով, որը հետագայում կլինեն քննիչ հանձնաժողովներ, ես վստահ եմ իշխանափոխությունից հետո, բայց տեսեք, ընդդեմ ավելին, ոչ թե քննիչ հանձնաժողովներ, այլ հենց քննչական կոմիտեներ։ Ու պետք է աշխատի բոլորին պատասխանատվության ենթարկի։ Յուրաքանչյուր Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը իր մեջ պարունակում է որոշակի քրեական հոդված։ Տեսեք, 8 տարիների ընթացքում ունեցել ենք 10,000 մարդուց ավել քաղբանտարկյալներ, տարբեր հոդվածներով, տնային կալանքից մինչև ազատությունից զրկել կալանավայրում եւ այլն։ Հիմա ունենք 100-ից ավել քաղբանտարկյալներ այս պահին ու ունենք անգամ քաղբանտարկյալ, ով այս պահին գործող падգամավոր է։ Փաստացի չի կարող գնալ իր աշխատանքին, այո, Արթուր Սարգսյանը ու խայտարակություն է այս ամեն ինչը, ել չեմ ասում, հիմա չենք կարող չանդրադառնալ նաև Գագիկ Ծառուկյանի մասով, ունենք խայտարակ իրավիճակ, որ ներխուժեցին տուն, շոու սարքեցին, չգիտեմ, այդ իրենց հաճո, չէ, այդ Նիկոլին ու Նիկոլի այդ հարող ուժերին հաճո, որ Գագիկ Ծառուկյանին, չգիտեմ, տապալեցին գետնին, այդ շոուն կազմակերպեցին, անգամ առյուծին քնեցրեցին, սատկացրեցին, անհասկանալի ու ոչ ոք չպատժվեց, ում թյուրիմացության արդյունքում էր։ Հիմա Գագիկ Ծառուկյանից խլում են Արարատ, ցեմենտը, մուլտի, Վելնեսը եւ այլն։ Հիմա ուզում ենք հասկանանք, այս մարդիկ վրեժ են լուծում Գագիկ Ծառուկյանից, բայց օգտագործում են ամբողջությամբ վարչական ռեսուրսը իրավական մասով ու չկա հիմնավորում։ Ուզում եմ հասկանամ, այնուամենայնիվ ո՞նց է լինելու քաղբանտարկյալների ճակատագիրը, եթե ազգային ժողովում դա չբարձրաձայնվի ու մենք ամեն օր չաշխատենք նրա վրա, որ Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը եւ մյուսները հայտնվեն ազատության մեջ։ Ճիշտ ասած, եթե չկա առավել եւս այնպիսի մի լուրջ ծրագիր, որով գնում ենք իշխանափոխության, միանշանակ առաջնային պետք է լիներ քաղբանտարկյալների հարցը։ Այլ բաներ ենթադրենք, եթե կար այնպիսի մի ծրագիր կամ այնպիսի մի հնարավորություն, որ օրինակ մեկ ամիս հետո Նիկոլ Փաշինյանը չէր լինելու, կարելի էր ինչ-որ տեղ համակերպել, ասել լավ, թող տղեկը հանգստանան, մնացածով գնանք այս հարցը լուծենք, հա տղեկին դուրս բերենք։ Իսկ իրականում մենք տեսնում ենք, որ դա չկա։ Ճիշտ ասած,
ինչ դուրս եմ եկել, չեմ էլ ուզում ազգային ժողով նայել, որովհետև մի փոքր ուզում եմ առողջությունս կարգավորել։ Բայց վերադառնալով դեռևս այ նույն Ծառուկյանի հետ տեղի ունեցածին, մենք ինչ տեսանք։ Այստեղ ոտնահարվեցին մի շարք իրավունքներ, սկսած մարդու սեփականության իրավունքից, վերջացած այդ մարդը չէր դիմադրում, չէ՞, երբ որ մտան։ Իհարկե, բնավ չէր դիմադրում։ Ընդհակառակը ինքը դուրս էր եկել դիմավորելու եւ բնականաբար պահանջները կատարում, բայց մենք տեսնում ենք նենգաբար ոնց են ոտքից քաշում, տաբալում գետին, ինչի համար, որպեսզի ինչ որ մեկը իր փափուկ աթոռին նստած հիանա կատարով։ Հոգին փառավորվի ինչպես ինքն է, չէ՞։ Խոսում է նրա մասին, որ տվյալ անձը իսկապես հոգեկան խնդիրներ ունի, որովհետև նորմալ մարդը, առավել եւս երկիր ղեկավարող մարդը ինքը չի կարող եւ իրավունք չունի նման իրավիճակներ նայելով հաճույք ստանալ։ Իրավապահներին օգտագործի սեփական քմաճույքների վրա։ Հոգեկան հիվանդության մասին էր խոսում։ Այդ մարդուն որ լավ քնածել եք, սերպակալ եք, այդ մարդը դիմադրություն ցույց չէր տվել, կամ ինչ կապ ուներ իր քրեական վարույթի հետ այրոցները, կենտանիները։ Ընդհանրապես կամ ինչ կապ ունեն կենտանիների, այսպես ասած կենտանիների այդ խրտվիլակները։ Արգարալում եք մի հատ դա ցույց եք տալիս։ Կամ այնտեղ ներկայացնում են, ասում են ժամանակին կոնյակի գործարանը կամ ցեմենտը գնվել է կամ վերցվել է սրանից եւ այլն, ու հետո ասում են տանում ենք պետականացնել։ Այսինքն սա հարստահարում է։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարիչները բացարձակապես հարգանք չունեն որևէ մեկի արած գործին, որևէ մեկի ներդրումներին, որևէ մեկի վաստակին։ Ինքը կոնկրետ Կայքիկ Ծառուկյանով փորձեց ամբողջ Հայաստանին ցույց տալ, որ կարևոր չէ դուք ժամանակին իմ հետ ինչ հարաբերությունների մեջ եք եղել, կարևոր չէ, դուք ինչքան ջուր եք բերել, ինչքան ազատման ժամանակ եւ այլն, միևնույնն է, ես մի օր կորոշեմ եւ ցես կոչնչացնեմ։ Ու նույն ձև իր Կամ նույն թիմակիցներին։ ձևի թե մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի տղու Արգամի հետ։ Մարդու, ասենք, նույն տուշոնկա շոուներ, բայց ավելի սարսափելի բանով, որ այդ մարդու ընտանիք մտան։ Վերջին հաշվով նույնիսկ մեր օրենքներից դուրս էլ հայ ժողովուրդը, հայ մարդիկ նախորդ բոլոր կառավարությունները ընտանիք հարգել են։ Երբեք չեն մտել ընտանիք։ Գծեր են ունեցել։ Այո, Այս սրանք բոլոր չունեն այդ դեպքերում կարմիր լինի այդ գծերը, կարմիր գծեր, իսկ այսօր չկա բացարձակապես, ինքը ոնց որ իր ընտանիքն է այսպես հանել, Բացի թողի դարձրել վիճակում, այո։ սերիալ ու ասենք մարդկանց իր ընտանեկան պատմությունները զվարճացնում են, ինքը հիմա արդեն անցել է մյուսների ընտանիք է մտել։ Սա բարոյականությունից այն ամենազուրկ իմաստավորումներից մեկն է, որ ցույց է տալիս։ Մարդու այդ խնդիր ունեիք, նախ 70 տարեկան մարդ էր, այս մարդը երկրից չէր ուզում փախնել։ Կամ որոշել եք կալանավոր, դուք կարող եք նույնիսկ այս մարդուն հարգելով իր ուղարկեիք, ծանոթագրից բացի այդ հարգելով այս մարդու տարիքը, հարգելով այս մարդու վաստակը, դուք կարող եք մի հատ իր ոտքին, չգիտեմ, այդ շղթաներից գցեիք տնային կալական վարչական հսկողություն ու դուք ձեր վարույթը իրականացնել, բայց չէ, հանրայինով շոուներ էր պետք, սերիալ էր պետք։ Որ տեսեք մենք ինչեր կարող ենք անել, սա խոսում է այդ մարդու թուլության, այդ մարդու վախկոտության մասին, միևնույնն է հիմա ինչքան էլ բոլորը փորձեն շատերը նաև համոզել, որ ինքը ուժեղ է եւ այլն, ոչ ինքը ահավոր թույլ է։ Դա ուժեղ մարդու Սա ուժեղ մարդը կյանքում չի գնա նման ճանապարհով։ Սա ընդամենը թուլություն է, սա ոչ հայեցի բառով ասեմ, բայց շատ սազող բառ է, էլի, այսպես ասած, աբիժնիկություն է։ Միայն աբիժնիկ մարդը կարող է իրեն թույլ տալ նման դաժանություններ իրականացնել։ Ու ցավոք սրտի նաև ինչի արվեց այդ ամեն ինչը, որովհետև հասարակության մեջ էլ իրականում կա նաև մի խավ, որը նույնպես այդ աբիժնիկն է ու ինքը սնվում է եւ սնունցում է այդ խավին։ Այստեղ արդեն մեր խնդիրներից մեկն է, բայց միևնույն է այդ ամեն ինչը ոչ չի կարող երկար ցկել։ Մենք տեսնում ենք, չէ, հիմա ինչ է կատարվում նրա շուրջ։ Ես այսօր էլի եմ առիթ ունեցել հիշելու իմ լավ ընկեր Արմեն Աշոտյանի խոսքը, երբ ասում էր նա քաղաքական շպագատի վրա է։ Ու իսկապես այսօր ինքը նստել է շպագատի վրա ու այդ կենտրոնները, որտեղ որ ինքը ոտքեր այսպես դրե բացել է, դրանք շատ արդեն հեռացել են, արդեն ճողվում է, ինչ-որ մի պահի ինքը ընկնելու է։ Ինչքան էլ ինքը փորձի իր մարմինով այսպես կիսվել, միևնույն է ինքը ընկնելու է, իսկ հետո ինչ է լինելու։ Այ մենք ունենք 3 նախագահներ, որոնք տարբեր հանգամանքներում հեռացան պաշտոնից։ Բայց 3-ն էլ շարունակեցին ապրել այս երկրում եւ
երեքն էլ մինչև հիմա շարունակեցին քաղաքական դաշտում ունենալ իրենց էլեկտորատը, Եվ կշիռը, հարգանքը, կշիռը, ուր է հասնելու ինքը։ Ինքը Ես վստահ եմ, որ ինքը նայելու է այս եթերը, որովհետև ինքը չի կարող չնայել այն եթերը, որը կապված է կամ ասոցացվում է հանրապետական կուսակցության եւ կուսակցության անդամների հետ, ինքը հաստատ նայելու, ուր ես հասնելու դու այդ տղա։ Ինչ է լինելու քո հետ, դու երբևիցե մտածել ես, վերջին հաշվով ամեն ինչ այս կյանքում ունի իր սկիզբը, ունի իր վերջը, վերջին հաշվով դու ինչքան էլ փորձես քո կամ քո տերերի քաղաքական սցենարներով, տեխնոլոգիաներով այս ժողովրդին մոլորեցնել, մի օր արթնանալու է ժողովուրդը։ Հնարավոր չի չարթնանալ, դա չգիտեմ երբ կլինի, մի տարի հետո կլինի, 5 տարի հետո կլինի, կարևոր չի, դու ինչքան էլ ընդդիմություններին միևնույն է, ամեն անգամ երբ դու ընդդիմադիր ես փակում, մեկը ավելանում է։ միանշանակ Վաղը մյուս օր դու սկսես մարդկանց սպանել, իսկ քեզ արդեն դա է մնացել, որովհետև այդ փագելով էլ արդեն բան չես փոխել։ Դու սկսես սպանել յուրաքանչյուր սպանվածի փոխարեն 3-ն է ծնվելու։ Ու շատ ավելի ամեն ինչ վատ է լինելու։ Առանց այդ այս երկիրը իսկապես ավիրվեց։ Երկու հայկական պետականություններից այսօր փաստացի ոչինչ չի մնացել։ Այ օկուպացված հայկական տարածքներ, հանձնված Արցախ, տարբերություն, գիտեք, Արցախի հանրապետության եւ Հայաստանի հանրապետության տարբերությունը կայանում է մեկ բանում։ Այս բանը Արցախի հանրապետությունում հայեր չկան ապրող։ Այո։ Ու հիմա ամբողջովին տանել, կործանել նաեւ մի երկիր, որը քեզ ծանել է, սնուցել է, լավ թե վատ, որը քո, չգիտեմ, կայացման մեջ ունեցել է իր կարևոր դերը, դու տանես այսպես կործանես հանուն ինչի։ Այս է խնդիրը։ Այդ տրամաբանությունն է, որ փողի իշխանության կարծում եմ, բայց ոչ փողը, ոչ իշխանությունը հավես չի։ Իրականությունից կտրվել։ Աշխարհում ինչքան մարդիկ Նապոլեոնը պես տղեն վերջում աքսորում մեռավ, չէ։ Այո։ Հիտլերը չգիտենք ինչ եղավ։ Ասում են ինքնասպան է։ Այո, ասում են, բայց իրականում չգիտենք։ Ստալինին էլ 3 օր ինսուլտը խփեց, որովհետև մեկը չմտավ սենյակը չբացեց, իրան օգնություն ցույց չտվեց։ Տանջվելով մեռավ։ Այո, ցանկացած մեկը նաև պետք է դրա մասին մտածի։ Նիկոլ Փաշինյանը ատում է հանրապետականներին, բայց սիրում է թուրք եւ ադրբեջանցի ժողովրդին։ Կուզեի մեջբերում անել իր գրառումից, ինքը ուրեմն ասում է, որ մենք հասել ենք խաղաղության օգոստոսի 8-ից եւ այլն, ու այստեղ մի անհասկանալի գրառման մեջ մաս ունի, որը ես չեմ կարողանում մարսել այսպես կոչված, ասում է, թող խաղաղ ննջեն բոլոր զոհերը 44-օրյա պատերազմի, այսինքն ներառյալ նաեւ Ադրբեջանի, ու հարց է առաջանում 44 օր մեր դեմ օգտագործում էին բոլոր հնարավոր արգելված զինատեսակները, կոտորում էին մեզ, մեր եղբայրներին, չնայած մեր եղբայրները չէին հանձնվում, կռվել են մինչև վերջ, որովհետև Արցախը հանձնել են գրիչով, ոչ թե գրավել են ադրբեջանցիները, թուրքերը կամ վարձկանները, բայց այնուամենայնիվ մեր երկրի վարչապետը համար մեկ մարդը ցավոք սրտի, որ հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, թող խաղաղ ննջեն, այսպես կոչված Ռամիլ Սաֆարովները, հա, ադրբեջանցիները, սա անընդունելի է, ինքը հայ ժողովրդին չի սիրում ու բոլորին հարցնում է, չէ՞, ասում է Խիչ ես զոհվել, ինչու չես դու զոհվել, բայց ադրբեջանցիներին ուզում է որ խաղաղ ննջեն։ Հիմա այս ամենաթողությունը, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, այդ Նիկոլ Փաշինյանի այն ծրագրերից մեկն է, որ ինչքան հնարավոր է հայ պակասի թողի գնա, որ այս մարդիկ կարողանան իրենց ազգակործան ծրագիրը իրականացնեն։ Բայց այնուամենայնիվ մենք ունենք նախաստորագրված խաղաղության օգոստոսի 8-ի այդ նախաստորագրումը եռակողմ, բայց չունենք այդ խաղաղությունը։ Բանակում իրար սպանում են, Երևանի փողոցներում իրար սպանում են, հանցագործությունները շարունակվում են։ Խաղաղությունը մերը չի։ Մենք այդ ստորագրված փաստաթղթը բացարձակապես կապ չունենք, որովհետև այդ փաստաթղթը բացարձակապես չի բխում հայ մարդու, հայաստանցիների եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության շահերից։ Եվ դա շատ լավ հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը, որ դրա համար էլ ինքը ցկտում է նոր հանրապետություն ստեղծել։ 4-րդ հանրապետությունը։ Այո, որը կարծում եմ նաև գուցե եւ չլինի հայկական հանրապետություն, օրինակ լինի Հայաստանի հանրապետություն, եւ օրինակ մեր անձնագրերի մեջ այլևս չի կրվի ազգությունը հայ։ Ընդամենը կկրվի հայաստանցի, այդ հայաստանցիների մեջ ով ասած կարող է լինել, այդ թվում ադրբեջանցիներ։ Իսկ ինչ վերաբերվում է, ասում է, ձեր ասածով թող ննջեն բոլոր նահատակվածները, հանգիստ ննջեն։ Իսկ ինքը եռապելուրում փորձել է առանց իր այդ ախրանայի, անվտանգության,
առանց կամերաների, ասենք մենակ մտնի երրապլուր։ Լավ, թող մի հատ էլ մինչև իր մտնելը հլը մտնեն այդ երրապլուրը, ով որ կա բոլորին դուրս անեն ու ինքը միայնակ մտնի։ Մի հատ քայլի, այսպես նայի քարերին։ Այդ քարերը գլխինքը թափվեն։ Այո, սառը քարերը, որ սառը քարերը, այդ քարերը գիտեք իրականում սառը չեն։ Ցանկացած մեկի եթե մտնի երրապլուրում քայլի եւ այսպես ուշադիր նայի այդ քարերին, բոլորը խոսում են։ Այդ տղաները բոլորը պատասխան են պահանջում։ Այդ մարդիկ հանուն ոչինչի չեն զոհվել։ Այս անգամ կալանքի մեջ հերթական անհետեթությունը ինձ պատահեց, ազգությամբ եզդի մի տղամարդ կար, իր հարազատների հետ դեպք էր պատահել, սպանվել էին ու այս մարդուն մեկ ամսով կալանքի էին բերել, հիմնավորելով, որ եթե դուրսը մնա, հավանական է լինի վենդետա։ Ինքը որևէ հանցանք չէր գործել, ուղղակի ինչ-որ մեկը որոշել էր, որ հավանական է լինի վենդետա, որովհետև իր հարազատը մեռել էին ազատությունից։ Հիմա Հայաստանի կեսին փաստացի պիտի տնեն ազատությունից զրկեն։ Ռուբեն Ռուբենյանը խոստանում է վենդետա։ Որովհետև հնարավոր է լինել վենդետա, այո, որովհետև վերջին հաշվով 5000 մարդ մեռել է։ Լույս տղեկ են մեռել։ Չհաշված են նախորդ պատերազմի ժամանակ 90-ական թվերին ու դու այսպես մտածես, որ դու այստեղ պիտի բերես ադրբեջանցիները եւ խաղաղ ապրես, ոնց որում այն դեպքում, երբ որ հենց նույն ադրբեջանցին ինքը չի ցեկտում այստեղ կալ խաղաղ ապրել։ Այ միայն անցած տարվա տվյալներով մոտ 12 բրիգադ այդ հadouk ստորաբաժանումների հadouk այսպես ասած սպեցնազի 12 բրիգադ էր բացվել Ադրբեջանում։ Ում դեմ են դրանք գործելու։ Այդ դրանք լինելու են այդ 300 ադրբեջանցիների պահապանները։ Այո։ Ու իրենք այստեղ չեն գալու, չէ՞, ուղղակի նստան ապրեն։ Իրանք գալու են այստեղից մեզ քշելու։ Իրենք ունենալու են իրենց հadouk, այսպես ասած, անվտանգության ծառայությունները, ոստիկանության մեջտեր եւ այլն։ Ցավոք սերտի մեր ոստիկանությունը նորից իրենց աջակցելու։ Այ մեզ այդ ապագան է սպասում։ Ադրբեջանցիներին պետքա առանց հայերի ինչպես Արցախն էին ուզում։ Իհարկե։ Ստացան գրիչով ինչպես։ Մենք նույնիսկ ինչին ագանատես եղանք։ Արցախում 10 հոգի հիվանդ մարդ էր մնացել։ Իրենք նույնիսկ այդ 10 հիվանդ, անվնաս, անվտանգ մարդկանց չկարողացան հանդուրժել։ Այո։ Այ հայադատությունը ինքան շատ էր, որ նույնիսկ 10 հաշմանդամություն ունեցող մարդկանց, ծեր հիվանդ մարդկանց իրանք չկարողացան հանդուրժել։ Նույն կերպ նաև նայենք Արևմտյան Հայաստան, Թուրքիա։ Թուրքիան չկարողացավ չէ հանդուրժել հայերի ներկայությունը։ Ունեցանք ցեղասպանություն, չէ, ունեցանք միլիոն ու կես զոհեր։ Հիմա մենք ում ենք գնում համերաշխության, խաղաղության։ Նրանց հետ ովքեր ցանկանում են մեզ ոչնչացնել։ Աթաթուրքի ժառանգները ոնց կարող են մեր այդ խաղաղության գնան, անել այս պայմաններում նման ղեկավարի հետ։ Թող ցանկացած մեկը փորձի մի քիչ համացանցով ուսումնասիրել մի հատ նայի թուրքերի վերաբերմունքը, ադրբեջանցիների վերաբերմունքը, հենց հասարակության վերաբերմունքը։ Այդ մարդիկ մեր յուրաքանչյուրի նկատմամբ ատելություն են շնչում։ Իրենք դպրոցից սերմանում են ատելություն հայ ժողովրդի նկատմամբ։ Այդ մարդը ոնց կարող է մեր հետ, այդ մարդը ոնց կարող է մեր հետ այս պայմաններում, երբ որ մեր բանակն էլ դարձրել են արդեն այսպես վերջնական ինչ-որ մի սիմվոլիկ արարողակարգային կառույց, մենք ոնց կարող ենք իրանց հետ գնալ հաշտության։ Եվ առավել եւս որ այդ հաշտության մեջ այսքան շատ ցավ է տրված։ Այ մենք հաշտության կարող էինք գնալ մինչև 2018 թվականը։ Եվ դա կլիներ արժանապատիվ հաշտություն, արժանապատիվ խաղաղություն։ Տարիներ շարունակ մեր երկրի ղեկավարները, առավել եւս վերջին ղեկավարը, վերջին նախագահ Սերժ Սարգսյանը ինքը անընդհատ բանակցել էր տարբեր ֆորմատներով 5+2 եւ այլն, այսինքն այդ ամեն ինչի իմաստը ո՞րն է։ Որովհետեւ արժանապատիվ խաղաղություն դիներ եւ այդ արժանապատիվ խաղաղությունը նաեւ ինչ որ տեղ չստորացնել ադրբեջանցի ժողովրդի, չէ՞։ Ենթադրենք 5 շրջան տարվում էր, ինչի համար էր տարվում, որովհետեւ ադրբեջանցիները ստորացված չզգար ինքն իրեն եւ հնարավոր լիներ իսկապես այդ խաղաղությունը կնքել։ Եվ արդյունքում մենք ինչ ունեցանք։ Արցախ Հայաստանը եւ վերջ եւ 44-օրյա պատերազմ։ Ու մի դժգույն դժբախտ մեկը, որը շարունակում է հիմա նորից մեզ այսպես տանել կործանման։ Այո, չեն կարող նաև չանդրադառնալ
գերիներին, ովքեր որ դատապարտվում են ցմահ կամ 20 տարվա ազատազրկման, իմ կարծիքով այնտեղ դատում են հայ ժողովրդին, դատում են մեզ յուրաքանչյուրիս, որովհետև մեր ռազմաքաղաքական ղեկավարները, Արցախի նախագահները, պետական պաշտոն զբաղեցնողները եւ մյուս մեր գերիները բոլորը պետքա վերադառնային առավել եւս խաղաղության պայմաններում, խաղաղության պարագայում այդ նախաստորագրված խաղաղությունը ինչի մասին է, եթե մենք ունենք գերիներ, օկուպացված հայկական տարածքներ ու ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը մի հսկայական մշակութային ժառանգություն։ Այնտեղ քանդում են եկեղեցիները, վանդալիզմը շարունակվում արդեն 5-րդ տարին է, Նիկոլ Փաշինյանը ստեղ մեզ համոզում է, որ մենք բերել ենք խաղաղություն եւ այսպես շարունակ։ Գիտեք, մի հատ դեպք հիշեցի, ուզում եմ ձեր հետ կիսվել։ 2019 թվականն էր Արցախում այսպես հետաքրքիր քննարկումներ իրականացվում Արցախի ազգային ժողովում, այնտեղ Հայաստան, Արցախ, ռազմաքաղաքական դաշինք եւ այլն, այդպիսի միջոցառումներ էր, մենք էլ էինք Արցախում ու հիշում եմ, դե անձամբ ինքս իմ ընկերները շատ էինք սիրում նստել են Արմենիա շրջանի բացօթյա այդ հատվածում, եկավ Արայիկ Հարությունյանը, ինքը այն ժամանակ դեռևս նախագահ չէր, ինքը այդ ժամանակ պետքարտուղար չէր, այսինքն ինքը դուրս էր եկել պետական համակարգից եւ պատրաստվում էր նախագահական ընտրություններին։ Դե մոտեցավ նստեց մեր սեղանին, սուրճ, բան, այսպես ու ինքը երբ որ մենք քննարկում էինք, մեր մտահոգություններն էինք հայտնում, ինքը այսպեսի մի նախադասություն ասաց, դե հերիք եղավ էլի, այս մարդուն անընդհատ քննադատում եք, չեք թողնում աշխատել, ձեր քննադատությունների պատճառով Արցախում ծնելիությունը անկում է ապրել։ Անկյոց ասած զարմացանք։ Ինչ կապ ունենք մենք Արցախի ծնելիության հետ։ Ասում եմ, ես հիմա թվերը նայում եմ, վերջի այս 1 տարում ծնելիություն ընկել է, որովհետև դուք անընդհատ ասում եք, որ Նիկոլը Արցախ է ծախում։ Ես ոչ մի դեպքում չէի ցանկանա, որպեսզի Արայիկ Հարությունյանը հայտնվեր Բաքվի բանդերում։ Որտեվ Նիկոլ Փաշինյանը նաև ծախեց ոչ միայն Արցախը, այլ նաև մեր գերիներին, ովքեր որ հայտնվեցին Բաքվում։ Այո, ես չէի ուզենա Արայիկին տեսնել այնտեղ։ Արայիկը իմ կարծիքով ունի մեղքեր, որի համար պետք է պատասխան տալ։ Ոչ մի հայ պատասխան տար ինքը այստեղ Հայաստանում, Հայաստանի արտադրության առաջ։ Միանշանակ։ Այ ես ինչի բերեցի Արայիկի օրինակը։ Նիկոլը Արայիկի համար էլ բերեց խաղաղություն։ Ու հիմա Արայիկի այդ խաղաղությունը վայելում է։ Եվ եթե որևէ մեկը այսօր մտածում է, որ Նիկոլը ադրբեջանցիների հետ իր տունը խաղաղություն է բերել, թող ինքը հիշի իմ բերած օրինակը եւ հիշի Արայիկ Հարությունյանին։ Այո։ Անդրադառնալով վերջի թեմային, որը որ չենք կարող չանդրադառնալ, բնականաբար եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներն է իշխանականների կողմից, որը տարիներ շարունակ ավելի մեծ թափ հավաքում ցավոք սրտի ու ունեցանք դատավարություն, որը իհարկե չկայացավ, բայց կաթողիկոսը հասավ, չգիտեմ նման նախադեպ երբ է եղել, ես նայում էի սովետական միության ժամանակներում ա եղել, որտեղ որ էլի ցավալի դեպքեր են վաղ շրջանում։ Այո։ Նույնիսկ սովետական իշխանությունները հասկացան, հետագայում հասկացան, որ եկեղեցու պետք չի նման կերպ, նման մոտեցում։ Հիմա եկեղեցին 1700 տարի մեր հայերի կողքին ա եղել, մեր բոլորիս կողքին ա եղել, մագաղաթներով գիր ու գրականությունը հասցրել են մեր օրեր, տարերը եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը քանդելով բանակը, հանձնելով Արցախը, հասել է վերջի Հենասյանը, որը որ պահում է եւ հայոց պետականությունը, եւ հայ ժողովրդին եւ միասնականություն կարող էր, չէ, դրսեւորել եկեղեցին ու մենք բոլորս իհարկե մենք հայերս քրիստոնյաներս եկեղեցու կողքին ենք, կաթողիկոսի կողքին ենք, բայց այնուամենայնիվ իրականություն ենք ունեցել, որ ես ցավում եմ, որ այս ժամանակահատվածում ապրում եմ ու տեսնում եմ, որը որ հետագայում դասագրքերում կհայտնվի, որ կաթողիկոսը հասավ Էջմիածնի դատարան, չգիտեմ ինչով պայմանավորված դատավորը ինքնաբացարկ ներկայացնեց, չենք արդարացնում կամ մեղադրում, որովհետև մենք դեռ չգիտենք ինչ սկզբունքով ա եղել այդ ինքնաբացարկը, բայց այնուամենայնիվ եկեղեցու նկատմամբ նման վերաբերմունքը եւս հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի հետ կապ չունի, հայկական շահի հետ կապ չունի ու անգամ քրիստոնեության հետ կապ չունի։ Կարծում եմ իր մեղքերի համար ոչ միայն չի ներելու հայ ժողովուրդը հետագայում Նիկոլ Փաշինյանին եւ իրենց իշխանությանը, այլ նաև հենց Աստված, ում տան վրա հարձակվում է Նիկոլ Փաշինյանը, առավել եւս, որ մեր հայկական եկեղեցիները սուրբ առաքելական ասում է չուլաններ են։ Գիտեք, եկեղեցու նկատմամբ
մարդկանց վերաբերմունքը ինքը նաև խոսում է մարդու դաստիարակության, արժեքային համակարգի եւ Փաշինյանի կողմից ամեն ինչը կարելի է սպասել։ Ամեն ինչ։ Հետևաբար ճիշտ է, նախորդ տարվա ընթացքում մենք տեսանք, որ եկեղեցին կարողացավ շատ այսպես բարձր դիրքերից դիմագրավել եւ կարողացավ նույնիսկ հասնել այնպիսի իրավիճակի, որ ամբողջությամբ չեզոքացավ մի պահ այդ վտանգը։ Եվ դա շատ լավ հասկացավ նաեւ Փաշինյանի Նիկոլը, վախեցավ եւ հիմա ինքը սկսեց ավելի վտանգավոր մի process։ Այնինքն սրանով հիմա փորձում է եկեղեցին ինչ որ ձևով տեղավորել իր պատկերացրած օրենսդրության մեջ։ Այն դեպքում, երբ որ եկեղեցու օրենսդրությունը ինքը շատ ավելի մեծ է, ավելի բարձր է։ Վերջին հաշվով նա Աստծո կողմից տրված օրենքներով է կառավարվում եւ ոչ թե ազգային ժողովում նստած լավ կամ վատ մասնագետների կողմից գրված օրենքներով։ Այնինքն հիմա իր այս կռիվը արդեն վերջնական տարավ Աստծո դեմ։ Ինքը փորձեց իր օրենքները իր դատավորներին ավելի բարձր դասել, քան ասենք բարձրյալին եւ ամենաբարձր դատավորին։ Ես բազմիցս եմ դերևս միջև Նիկոլ Փաշինյանն էլ այդ մասին շատ առիթներ ունեցել խոսելու, երբ ինչ որտեղ քննադրգում էին կամ քննադատում էին որևէ հոգեվորականի, որևէ, չգիտեմ, եպիսկոպոսի կամ կաթողիկոսի, ես միշտ ասում եմ, որ սա Աստծո կողմն է, եւ այստեղ մենք որևէ մեկը տեղ չունենք։ Անելիք չունենք, այո։ Մենք չենք կարող այդ հարցի մեջ, մենք կարող ենք հավատալ կամ չհավատալ, մենք կարող ենք եկեղեցի գնալ կամ չգնալ, բայց մենք չենք կարող նստել որոշել, դե ով ավելի լավ սպասավոր կլինի Աստծո համար, որովհետև հենց Աստված ինքն է որոշում, հենց Աստված ինքն է ընտրում։ Այն Նիկոլ Փաշինյանը այստեղ ձեռնոցն է դες նաև Աստծուն։ Եվ վստահ եմ, որ այո ինքը պատժվելու է այստեղ։ Եվ գիտեք, այստեղ նույնիսկ քաղաքական գնահատական պետք չէ տալ։ Ինչ քաղաքական գնահատական տաս այն մարդուն, ով պատերազմ է հայտարարել սեփական եկեղեցու, սեփական երկրի եկեղեցու դեմ։ Այդ մարդուն չես կարող որևէ քաղաքական գնահատական տալ։ Ուղղակի մենք այստեղ պարտավոր ենք գիշեր ցերեկ լինել մեր եկեղեցու կողքին։ Մենք պարտավոր ենք գիշեր ցերեկ ավելի մեծ սեր ներդնել հանուն եկեղեցին, ավելի մեծ ջանասիրությամբ պաշտպանել մեր եկեղեցին, այսինքն մենք այլ բան այստեղ չունենք անելու։ Մեր անվտանգության սահմանը դա ճրագանն էր, մենք դա կորցրեցինք եւ այսօր մենք արդեն չունենք անվտանգության սահման եւ առհասարակ չունենք սահման եւ ցանկացած պահին մեր վտանգված են եւ հիմա մեր հոգեվոր անվտանգության սահմանը դա Սուրբ Էջմիածինն է եւ մեր վեհապար Հայրապետը։ Եվ եթե մենք նորից ուզում ենք գոյատևել, շարունակել, մենք պետք է ամեն գնով պահենք, պաշտպանենք մեր վեհապարին, մեր Սուրբ Էջմիածինը։ Միայն դա պահելուց հետո նորից մենք կարող ենք մտածել անվտանգության սահման ունենալու մասին։ Այն Նիկոլ Փաշինյանը եւ իր, այսպես ասած, տերերը հենց դա գիտակցելով իրենք մտել են հայ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմի երևի թե վերջնական փուլ։ Որովհետև ես այլևս չեմ պատկերացնում, եթե ինչ որտեղ ես պատկերացնում եի, որ չգիտեմ, ջրագանը կորցնելով մենք կարող ենք ամրապնդվել Մարդունիում եւ հետագայում նորից վերականգնել ջրագանը, հնարավոր է դա պատկերացնել։ Նույնիսկ Արցախը հանձնելուց հետո ես ինչ որտեղ կարող եմ պատկերացնել, թե մենք ինչպես կարող ենք ուժեղանալ նորից վերադարձնել Արցախը, բայց եկեղեցին հանձնել մամեդականներին չգիտեմ, դժվար թե վերականգնենք։ Պատմությունը ցույց է տվել, որ երբեք մեր եկեղեցին ոչ մեկին չի հանձնվել ու միշտ վերջում հաղթել է մեր Սուրբ Առաքելական եկեղեցին, մեր քրիստոնեությունը, մեր Տերը, մեր Աստված։ Այնպես որ պետք է վստահեցնենք նաև այս կապիտուլյանտներին, դավաճաններին, որ իրենք պարտվելու են եւ պատերազմում եւ ճակատամարտում, որովհետեւ իրենք սխալ ուղով են գնում, իրենք Թուրքի ուղով են գնում, իսկ մենք հայերս գնում ենք Աստծո ուղով, Աստվածաշնչյան ճշմարտությամբ, այնպես որ մեր պայքարը հայերի պայքարը հավերժ է, այդ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ բարին հաղթի, մինչեւ Աստվածաշունչը հաղթի, իսկ սատանային ծառայողները, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, հանձինս Նիկոլ Փաշինյանի, հայտնվելու են իրենց համար
համապատասխանաբար իրենց բանտախցերում, ել չեմ ասում, որ ես միշտ ցանկացել եմ, որ իրանք անգերեզման մնան, որովհետև ես չեմ կարծում, որ իրենք արժանի են մեր անգամ մի բուռ հողին, մեր հայոց հողին, ոչ թե իրական Հայաստանի, այլ ընդհանրապես պատմական Հայաստանի։ Համաձայն եմ։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ հիշեցնել, կներեք, ուզում եմ նաև այդ ձեր նշված անձանց խորհուրդ տալ մի փոքր ուսումնասիրել Սարդարապետի ճակատամարտը եւ կտեսնեն, չէ, ինչպես այդ թուրքական էլիտար ճոկատները, որոնք կարողացել էին տարդանելի նեղուցում անգլիական զորքերի դեմ հաղթանակներ տանել, իրենց վերջնական տեղը կտան Արմավիրի դաշտերում։ Այո։ Սա բռնության կոդ չի։ Պատմությունը կրկնվելու պատմական ակնարկ է։ այո, պատմությունը միշտ կրկնվելու Ինչ վերաբերվում է այդ ձեր հետ համաձայն եմ։ Իրենք պետք է անպայման պատասխան տան եւ պատասխան տան հայտնվելով ձեր ասած բանդախցերում, բայց ես մի երազանքել ունեմ։ Ես շատ կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանի բանդախուցը լինի Շուշիի բերդում։ Ես կուզենամ, որ ինքը ամեն երեկո շնչի Շուշիի սառը օդը ու հերվից լսի այսպես խաղացող երեխաների ծիծաղը։ Այո, եւ իրական խաղաղությունը։ Եվ վայելի իրական խաղաղությունն է։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար, կարծիքի տաղավարում հյուրընկալել էինք մեր շատ լավ ընկեր, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանին։ Դեմ առ դեմի այս հաղորդաշարը ավարտվեց։ Շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, դուք էլ ակտիվ եղեք հարցերով, հետագայում կունենանք նոր հյուրեր, շնորհակալություն։